Շարունակում եք կենտրոնի առավոտը հեռուստադիտողներ, ուզում ես ներկայացնես։ Այո, եթե ուզում ես ներկայացնեմ։ Չէ, դու ներկայացրու։ Ներկայացնեմ մայիսի 24-ին ժամը 16-ին Հայաստանի նկարիչների միությունում Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ եւ Արհեստագործների միություն մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի կունենա խաղաղություն միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ ցուցահանդեսի եզրափակիչ ցուցադրությունն ու հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառումը միավորել է Հայաստանի եւ աշխարհի տարբեր երկրների Եգիպտոսից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ուզբեկստանից, Թուրքիայից, Հունաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Իսպանիայից եւ Ավստրիայից ավելի քան 2000 շնորհալի երեխաների բավական ծավալուների ինֆորմացիան, ես վստահ եմ նաև միջոցառումն է շատ ծավալուն եղել, հիմա կներկայացնենք մեր հյուրերին։ Ես սիրով հյուրերին ներկայացնեմ ժամանակակից արվեստի եւ գրահրատարակչության վարչության, արվեստի եւ գրահրատարակչության ոլորտի ծրագրերի իրականացման բաժնի պետ Լիլիա Նիկոլյան, ճարտարապետ նկարիչ Քրիստինա Մկրտչյան, որմնանկարիչ եւ վերականգնող նկարիչ Հայկ Ազարյան։ Բարև ձեզ։ Բարի լույս, ես ոնց հասկացա, ահագին շատ երկրներ թվեցի, որտեղից երեխաները ոնց հասկացա եկել են մեզ մոտ, հա։ Ոչ, ուղարկել են աշխատանքները։ Ուղարկել են աշխատանքները մեզ մոտ եւ տեղի ունեցել ընտրություն եւ ճանաչել են հաղթողներ։ Ձեզ թույլ տամ, դուք սկսեք։ Խնդրեմ։ Շնորհակալություն հրավերի համար, նշեմ, որ մշակութային գիտության մշակույթի նախարարության համար մշակութային կրթությունը հանդիսանում է գերակաղողություն եւ այդ համատեքստում իրականացվում բազմաթիվ ծրագրեր։ Այս ոնց որ դուք նշեցիք, այս նախաձեռնությունը առաջին անգամ է իրականացվում Հայաստանում, միջազգային նկարչական այս մեր ցուցահանդեսը եւ իհարկե արձանագրել ենք աննախադեպ քանակի մասնակցություն երկրներից, ասեմ, որ այս 2000 աշխատանքներից կընտրվեն 80 աշխատանք, լավագույնը, որը ընտրում է մեր մասնագիտական ժյուրիում, այնտեղ ընդգրկված են եւ Հայաստանի առաջատար մասնագետները եւ արտերկրից են հրավիրել մասնագետներ եւ այդ 80 աշխատանքներին արդեն 24-ին, ժամը 4-ին, ոնց որ ասեցիք, կկայանա արդեն մրցանակաբաշխությունը։ Այնտեղ սահմանված են հատուկ մրցանակներ, բոլոր մասնակիցները կպարգևատրվեն վկայականներով, խրախուսվեն ուսումնական հաստատությունները, որոնք լավագույն եւ ակտիվ մասնակցություն են ցուցաբերել այս նախաձեռնությանը ուսուցմանկավարժներին եւ սահմանված է առաջին, երկրորդ, երրորդ մրցանակներ եւ գրանպրի։ Ինչ է լինելու մրցանակը։ Մրցանակը լինելու է բրոնզե գավաթ եւ դիպլոմ, կպարգևատրվի եւ աշակերտը, մասնակիցը, որը մասնակցել է եւ նրա ուսուցիչը։ Ասեմ, որ ցուցահանդեսը իրականացվում է 2 տարիքային խմբում, մինչեւ 10 տարեկան եւ 10-ից 15 տարեկան։ Այսինքն թեման խաղաղությունն է։ Թեման խաղաղությունն է։ Ինչ գործեր են ուղարկում։ Գիտեք, տարբեր մոտեցումներ են շատ հետաքրքիր։ Օրինակ, մի քանի հետաքրքիր մոտեցում ասեք։ Երևի արդեն մեր հանձնաժողովի անդամները իրենց մասնագիտական Երևի կհամաձայնվի Հայկի հետ, որ բոլորս նույն տպավորություն ունեինք, որ երեխաները այնպես տպավորություն է, որ արցախցի են բոլորը։ Բոլորի այդ ցավը կարմիր գծով անցնում էր նկարների, ստեղծագործությունների միջով անցնում էր այդ ցավի զգացողությունը եւ անկախ տարիքային տարբերությանը նույն թեման էին երեխաները մշակում։ Կան նաև տարբեր մոտեցումներ, դա իմ կարծիքն է, որ ոչ միայն խաղաղությունը ընկալել են երեխաները տարբեր տեսանկյունների, այսինքն նաև հոգևոր խաղաղության տեղ կար, հոգեկան խաղաղության տեղ կար, այսինքն դեռ պատկերների մեջ բոլորը չէին։ Հետո կար նաև խաղաղությունը ընկալելու երեխաների շատ հետաքրքիր բան, որ զինվորներ էին, խաղաղության աղավնի էր, եկեղեցի էր, խաչ էր, այսինքն երեխաները ընկալել էին այդ, հետո Յարխուշտա պատկերող նկարներ կային շատ, այսինքն դա փաստորեն մի պարա, որը որ զինվորական բան ունի։ Այո, ոգևորող պարապ, ինձ հետաքրքիր է հայ երեխաների մասին հասկացանք, իսկ մյուս երկրների երեխաներն էլ Բոլորը հայ են։ բոլորը հայ են։ Հա, դիասպորա չէ, հիմնականում հայերն են մասնակցել։ Հա, արտ երկրից, բայց ցակումով հայ երեխաներ են։ Ամենակարևոր դրսևորումը այս պատկերների մեջ ինձ համար կոնկրետ անկեղծությունն էր։ Այսինքն երեխաները, չէ, իրենք այտենց շատ գործեր կային, մինչև 10 տարեկանը ինձ ավելի հրապուրեց եւ բոլորիս մոտ դա նույն տպավորությունն էր, որ փոքր տարիքի երեխաների աշխատանքները շատ ավելի հետաքրքիր էին, անկաշկանդ, երևի տարիքով մենք էլ ավելի շատ անկաշկանդությունը կորցնում ենք մեր։ Դե
հայտնի Մատթեոս ավետարանչի 18 գլխից Քրիստոս երբ որ առաքյալները հարցնում են ով է թագավորության մեջ ավելի մեծ, Քրիստոսը երեխային բերում է մեջտեղ ու ասում է որ կկարողանա իր անձը խոնարեցնի այս երեխայի նման, ինքը Աստծո թագավորության մեջ մեծ կլինի։ Այսինքն այդ խոնարեցնելու իմաստով էլ մենք հիմա ես օրինակ նայելով երեխաներին նույնիսկ շատ բաներ ինձ համար բացահայտել եմ եւ ես կարծում եմ որ ինչպես բոլոր նմանատիպ նախաձեռնությունները կրթական սկիզբ ունեն եւ քանի գնա պիտի ավելի հղկվի եւ ավելի ուրեմն հարստանա այս նախագիծը եւ եթե նախարարությունը հարկամարի շարունակել ինձ թվում է ել ավելի նոր որակներ կստեղծվեն, նոր ուրեմն միջոցառումը ավելի նոր ուրեմն բաներ ձևաչափեր կունենա եւ կգտնենք բաներ կա, որ հիմա ասենք մենք տեսնում ենք, որ կարելի է փոխել, ավելի կատարելագործել, զարգացնել եւ դրանով հետագայում ամենակարևորը ապագա սերունդներին կարողանանք մերձեցնել եւ արհեստագործների եւ արվեստաբանների, որտեղ այստեղ եւ այս նկարչությամբ եւ արհեստագործների համար է շատ կարեւոր որ կարողանան իրենց արհեստը փոխանցեն եւ արվեստ ես ինչ որպես արվեստագետ նկարիչ ասենք կուզենայի որ իմ շկոլան իմ արվեստը փոխանցեի հաջորդ սերունդներին եւ դրա համար շատ կարեւոր է այս շրջանը։ Հավելեմ, որ այս ցուցահանդես մրցույթում կա շատ կարեւոր բաղադրիչ, դա վարպետության դասերն են, այն 80 մասնակիցները հայ ազգի մասնակիցների համար մասնագետները կիրականացնեն վարպետության դասեր, то есть նա բացե ցուցահանդեսից եւ այդ ընտրությունից նաեւ ունի կրթական բաղադրիչ, ինչպես նաեւ շուտով կգործի կայքեջը կայք կունենանք, որտեղ կտեղադրվեն այդ աշխատանքները եւ դա կդառնա մի կամուրջ երեխաների միջև տարբեր երկրների, տարբեր մշակույթների գրող երեխաների հարթակ կլինի, կրթական հարթակ կձևավորվի կայքի միջոցով։ Ինձ հետաքրքիր է մի քիչ ավելի խորը հարց, միջոցառման նպատակը որն է։ Լավ, 2000 հոգի իրենց աշխատանքները ուղարկեցին, մի մասը ուղղությամբ կգնան, մի մասը միջոցառման նպատակը որն է։ Հաղթողներին ինչ է սպասվում, հաղթողների հետ ով կաշխատի, հաղթողներին ուր կտա։ Թիրախը բայց այստեղ կներեք արհեստագործների միությունը հենց դրա համար է ստեղծել, որ այս երիտասարդներին այս երիտասարդները հետագայում շարունակեն այդ գործը, ոչ թե ասենք ինչ որ մրցանակ ստանան, որտեղ առաջին տարին ինձքան հասկացա գումարային մրցանակ եղել, այս տարի արդեն հանվել է դա, որովհետև արվեստի մեջ բոլորը պիտի իրենց զգան կարևոր եւ բոլորը պիտի կարողանան իրենց մեջ գտնել այդ ներուժը, որ շարունակեն, հեսա։ Ուղղակի մենք ուղղակի երեխաներին ուզում ենք օգնել, նրանք որ չեն կողմնորոշվել իրենց ապագայում, դա 100% իրանք արդեն կգտնեն իրանց տեղը։ Մենք կօգնենք իրանց բացահայտել իրենց միջի տաղանդը։ Բացի դրանից նաև արհեստագործական միության այդ անդամները արդեն կապ կստեղծվի երեխայի եւ այդ միության անդամի հետ եւ երեխաների հետ աշխատելով այդ գիտելիքները իրանց կփոխանցվեն, ինչպես նաև բացեմ գաղտնիք, որ այդ գործերն էլ հետագայում կարող են դառնալ որպես արտադրանք իրանց գործերը օգտագործելով եւ այդ օրինակ կարող են ստեղծվել նաև արժեքներ։ Բայց հայ երեխաների մասին է խոսքը, որտեղ տարբեր երկրներից իրենք ոնց են հնարավորություն կարող ձեռք բերելու այստեղ սովորել։ Չէ, մենք հայերը նկատի ունենք Հայաստանի երեխաների համար այդ կրթական բաղադրիչը մեր համար շատ կարևոր է։ Սերունդների փոփոխություն կլինի, գիտելիքի փոխանցում կլինի, միության անդամները կկապվեն արդեն մեր հայ երեխաների հետ։ 2000-ից քանի տոկոսներ Հայաստանից հայ երեխա։ Դեպի մի 40%-ը։ 40%-ը։ Այո։ Հա, դա լավ թիվ է։ Այո, անցյալ տարի մենք առաջին անգամ արեցինք այս ծրագիրը հանրապետական ֆորմատով եւ ունեինք շուրջ 500 աշխատանք Հայաստանից, այո։ Միայն Հայաստանից։ Հա, միայն հանրապետական էր եւ հաշվի առնելով կազմակերպչական անջիղը եւ ցուցահանդեսի այդ արձագանքը, կազմակերպությունը նախարարության հետ համատեղ որոշում կայացրեց անել միջազգային։ Բայց արդեն ոնց որ Հայաստանից մասնակիցների թիվը այս տարի ավել է, եթե 40%-ն արդեն 700 հոգի մոտ։ Այո։ Եվ այդ է ասում, որ ավելի կավելանա։ Գնալով ավելի։ Եվ ուղղակի ուզում եմ հավելել, որ հոգևորը պարամետրներից մենք անցնում ենք նույնիսկ նյութական, որտեղ Լիլիթ Մելիքյանը շատ հետաքրքիր
ծրագիր է որոշել, որ բոլոր երեխաների նկարները եւ դա անակնկալ կլինի իրենց համար, նույնիսկ արտասահմանում ապրողների համար, որ նկարները պրինտ է արվելու տարբեր նյութերի վրա եւ ինչ որ իր պատրաստվի, դա կարող է պայուսակ լինել, դա կարող է լինել շարֆ, դա կարող է լինել տարբեր տեսակի։ Ու դրա վաճառքից երեխաները կստանան գումար, ու իրենք չգիտեն դրա մասին։ Անակնկալ կլինի։ Պատկերացրեք շահող եւ ոչ շահող երեխային արդեն մենք նյութական ասպարեզում բերում ենք նույն մակարդակի վրա, որ բոլորը շահող են։ Ինձ հետաքրքիր երեխաները չգիտեն, որ դուք ուղիղ եթերում եք։ Դրա երկի ուզումված էի։ Ես չեմ կարծում, որ բոլոր երեխաները ունեն այդ հնարավորությունը դրսի երեխաները դիտել մեր ծրագիրը, հա, Ֆրանսիայում ունենք, բայց վճարովի ալիք է, չեմ կարծում, որ բոլորը լսեցին։ Մեծամասնության դե հայերեն կարող չհասկանան։ Իրականում ուզում հասկանալ ոնց է ընտրվել այս երկրները, ոնց են ընտրվել ինչ տրամաբանությամբ։ Դուք ուղղակի հայտարարություն եք տարածել, ով մասնակցել է։ Դա իրենց ցանկությունն է։ Թե արտգործնախարարության խողովակներով տեղեկացվել են բոլոր Հայաստանի դեսպանատները գործով եւ իրանք արդեն տարածել են այդ կոնկրետ երկրը։ Ինձ հետաքրքիր է, օրինակ Թուրքիայի երեխան մասնակիցները ինչի մասին էին խոսում, երբ խոսում էին խաղաղության մասին։ Նույնը, ինչ Արցախցին, ինչ Ֆրանսիայից։ Կար մի քանի որ դրոշներ էին դրել, ազգություններ էին դրել դրոշներով, իրենց երկրների դրոշներով, այսինքն որ խաղաղություն ազգերի մեջ եւ այլ այդ գաղափարով։ Ես չգիտեմ ոնց ուրիշ անդամների մոտ, ես բոլորովին հետաքրքիր չէր ինձ, թե որ երկրից է, ինչ ազգի։ Ես ընդհանրապես ոչ նամեի, դա տղա է, աղջիկա, ինչ տարիքային է, խումբի մեջ ա մտնում, ուղղակի օբյեկտիվ ըստ իմ որպես արվեստագետ նայում եմ եւ ապշելու աշխատանքներ կա, որ նույնիսկ ես կուզենայի իմ տանը ունենալ։ Ինչով էին նկարում հիմնականում։ Տարբեր տեխնիկաներ, գրաֆիկա կար, յուղաներկ կա, ջրաներկ կա, ֆլոմաստերներով, տարբեր կար կոլաժներ նույնիսկ։ Լուսանկար կարար լիներ։ Կար մի հատ լուսանկար, կար կոլաժներ, երկու հատ կոլաժ կար։ Երկու հատ կոլաժ, երկու լուսանկարներով կար։ Թերթերի կտորներից շատ կրեատիվ աշխատանքներ կային։ Մեր երեխեքի աշխատանքը ոնց է գնահատում։ Որակական առումով։ Ես դա չեմ կարող ասել, որովհետև ոնց ես ասացի, ես չէի նայում, որ երկրից է։ Իմ համար այդ պահին բոլորը մերն էին։ Շատ լավ, զարգացում որպես այդպիսին ծրագրի համար ինչ եք մտածում հաջորդիվ։ Կրթական բաղադրիչի ավելի խորացումը, կրթական ծրագրերը որ լինեն նաև ցուցահանդեսի շրջանակներում, ինչպես նաև երբ որ կայքը գործակցի, այս տարի մենք արդեն կունենանք այդ կայքը, կայքում լինեն տարաբնույթ օրինակ դասընթացներ կերպարվեստի ոլորտում, որ բոլոր մասնակիցները նաև արտերկրից ունենան հնարավորություն լսեն այդ դասընթացները, սովորեն, ինքը ակտիվ հարթակ դառնա, այդ կայքի գաղափարն է մեր համար ինձ թվում է կարևոր մյուս տարվա համար, իհարկե եւ երկրների ընդլայնումը։ Եվ հնարավորություն ստանան, մենք էլ հնարավորություն ստանանք մեր կարծիքը ասելու, նույնիսկ ասենք տվյալ երեխան, ունեցել մի քանի այնտեղ գործեր կան, որ կուզենայի այդ երեխաներից շփվել եւ հնարավորության դեպքում իրենց ուղղություն տալ, եթե իհարկե իրենց վարպետը կամ նկարիչը ում մոտ որ իրենք ուսանում են դեմ չի լինի, որտեղ այդտեղ մի քիչ էթիկայի խնդիր կա, բայց ինձ թվում է որ կարելի է ընդհանուր դասընթացներ նույնիսկ կազմակերպել։ Այո, արդեն հարթակը երբ որ սկսի գործել ու ինքը արդեն ավելի կակտիվանա, ինչպես ասացի, ավելի կհղկվի, նոր գաղափարներ առաջ կգան, այս խումբը մենք ուղղակի sense որ հավաքվեցինք, միայն ժյուրի բան չէր։ Իսկ մենք արվեստաբաններով արդեն քանի անգամ զրուցել ենք, նոր բաներ ենք տեսնում, նոր ռացիոնալ կորիզը որտեղ կա պետք է գտնել եւ ավելի փաստորեն զարգացնել եւ ես կարծում եմ որ շատ լավ արձագանք կունենա հետագայում նույնիսկ կարող է նաեւ չգիտեմ իհարկե բայց կարող է միջազգային դառնալ անցնք անպայման չի լինի որ հայկական միայն
հայ շրջանակներում, հա, կարող է օտարվել մասնակցեն հետագայում։ Հաջորդ անգամ կարող ենք Փարիզում կազմակերպել նույն ծրագիրը։ Լավ, եկող տարի միջոցառում այնքան մեծ ալինում, որ մի 20-30 հազար գործ ներկայացվում, սա բարդություններ չի ստեղծի ձեզ համար։ Հենց դրա մասին էի ասում, որ պետքա նոր ձևով ընտրությունները լինի ժամանակի առումով եւ այլն ավելի լուրջ մի քիչ նախապես պիտի մտածենք ոնց կազմակերպենք, որտեղ իրոք դժվար էր այդ մի քանի անգամ նյութը ընտրել, նորից նայել, հետո նորից նայել, շատ կարճ ժամանակ ունեին։ Դե 2000 գործ այդ քիչ չի։ Այո։ Հա, եւ ինձ թվում է, որ այդ մրցանակների բաներն էլ պիտի տարբեր լինեն, այսինքն իմ կարծիքով, իհարկե ասենք մոնումենտալ մտածողության համար, չգիտեմ, կարելի է սահմանված է։ Հա, նու կարելի է նույնիսկ ասենք արհեստագործների հետ էլ կապել, երեխաները հաջորդ անգամ միայն նկարով հանդերձ չգան, այսինքն ինչ-որ որոշակի կերամիկական տիպի բան այդ որ դուք ասեք կարող։ Քանիսն են ժյուրիի կազմում։ 5 հոգի ենք եղել։ Ու տարաձայնություններ չունեիք ընտրությունների առումով։ Մենք չգիտենք, մենք չգիտենք ամեն, մենք դեռ ես չգիտեմ հայկը ինչ է ընտրել։ Դա եմ ասում, այսինքն եթե օրինակ չկա քննարկումը եւ եթե դուք համաձայն չեք, օրինակ հիմնավորեք ինչի համաձայն չեք։ Կային գործեր, որոնք օրինակ ընտրել էինք բոլորս այդ գործը ընտրել էինք, բայց կային գործեր, որ ասենք ես ընտրել էի, ուրիշների մոտ չտեսա։ Ու կրկնվում այն 3-4 աշխատանք բոլորս ընտրել ենք։ Դա արդեն խոսում է նրա մասին, նշանա, որ բանը, որ դա հաղթողներից մեկը կարող է լինել։ Տարբեր մասնակ, ճիշտ է, բոլորս արվեստագետ ենք, բայց տարբեր մթնոլորտներում ու եթե մենք ընտրել ենք նույն աշխատանքը, ուրեմն նկարը համապատասխանում է տարբեր Այ ինչ չափանիշներով եք ընտրել։ Ընտրել եք մտածողության համար, թե ընտրել եք կրեատիվության համար, թե ընտրել եք որ նյութը բարդ է, բայց այդ նյութի հետ ինքը կարողացել է աշխատել, ո՞նց եք ընտրել։ Երևի բոլորը միասին։ Երևի թե բոլորը միասին, ես այդպես չեմ կարող հիմա առանձնացնել, հիմնականում զգացողությամբ, այսինքն այն ինչ որ դու այդ պահին զգում ես, որտեվ Այստեղ արվեստի սուբյեկտիվության մասին չի կարելի չնշել, ոնց ենք մենք հավանում նկարը։ Դա դու կամ ընդունում ես կամ չես ընդունում, դա ֆլուիդներ են, որը դու պատրաստ ես ամեն օր քո տանը տեսնել այդ նկարը եւ ապրել այդ նկարի հետ։ Դա չմոռանանք, որ երեխաները են նկարել եւ այն ինչպես ասացի, այդ ազնվությունը, այդ անկեղծությունը, այդ պարզությունն ու մաքրությունը դու ինքդ զգում ես, եթե դու ունես քո մեջ ինչ-որ չափով, դու զգում ես ու դա քեզ ավելի հրապուրում է։ Իսկ նենց նկարչություն չի, որը որ ավելի ինչ-որ ուրիշ զգացմունք, ինչ-որ զգում ես այդ բային գործի հանդեպ։ Դե հուսանք, որ իրականում այո կունենա, ինչպես ասացիք, ամենատարի նշելով, կազմակերպելով հասկանում եք ինչի պակաս կա կամ ինչ չափանիշներով պիտի այսուհետ գնահատվի կամ ոչ մեծացնեք այդ մասշտաբները։ Հիմա ինձ համար կարևորն այն է, որ այս տեսակ միջոցառում անում է Հայաստանը, ոչ թե մասնակից է, այլ ինքն է կարողանում կազմակերպել։ Ձեզ հաջողություններ ենք մաղթում, շնորհակալ ենք, որ մեր հյուրն էիք։ Դե լավ կլիներ իհարկե, որ մենք արդեն հաղթողների հետ այս տաղավարում լինեինք ու հասկանանք այդ ինչ նկարներ են ի վերջո հաղթել եւ ովքեր, բայց դե տեսնենք։ Երևի կրկնենք։ Թիրախի առումով, փորձենք, այո։ Ամենակարևորը թիրախի առումով, որ կուզեի ասել, նաեւ որ մենք մշակույթով ենք հայ։ Այսինքն մենք ուրիշ ազգերից մշակույթով ենք տարբերվում։ Իհարկե։ Եվ մշակույթը այստեղ նաև շատ կարևոր նշանակություն ունի մեր ինքնությունը պահելու համար եւ մյուս ազգերի մեջ այս պահին չձուլվելու իմաստով էլ մշակութային առումով չձուլվելու, այսինքն առանձնահատկություն ունենալու։ Եվ մենք հայ ենք մեր մշակույթով եւ այս երեխաների մեջ պետք է այդ անպայման Հաստատ մենք դրա պակասը այսօրոթի ջրի պես ունենք եւ իրականում երբ որ մշակույթը սկսում է, չգիտեմ, մաղվել կամ ձևախեղվել, այդ ժամանակ դու հասկանում ես, որ դու չգիտես էլ ով ես, ինչ ես, ինչի մասին պիտի խոսես։ Դե հիմա Աստված մի արածը, որ այն ճանապարհը, որով գնում ենք, չգնանք ու իրականում փոխենք ուղղությունը ու հասկանանք, որ մենք շատ ինքնատիպ ենք մեր մշակույթով, շատ տարբերվող ենք, ուզենք թե չուզենք, սա ոչ թե պորոտախոսություն է, այլ մենք հասկանում ենք, որ մենք իրականում մեր մշակույթով իրականում եղել ենք շատ տարբեր եւ դա ստեղծել է մեր մտածողությունը, մեր հավատալիքները, մեր հերոսի կերպարը, շատ բաներ է ձևավորել։ Դիմակայունությունը։ Նաեւ, այո, ու հուսամ, որ այդ մշակույթին հետ գալով նաեւ ձեռք կբերենք միասնականությունը, ոչ թե ճիշտ հակառակը,
այն ինչ բռնել ենք այսօր։ Ձեզ հաջողություն, շնորհակալություն, որ մեր հրավերքի համար։ Սիրով, սիրելի հեռուստադիտողներ, այս պահին մեր եթերում գովաց, չնայած որ մտքովս անցավ, որ իրականում շատ կուզեի, չգիտեմ, որ ազգի ներկայացուցիչներ էլի մեր հայերի կողքին վստահ եմ հաղթողներ կճանաչվեն, բայց կարող ենք առիթ ստեղծել նաև հաղթող երեխաներով, որոնք եթե Հայաստանից են ներկա են այստեղ, առիթ ունենանք նրանց հետ խոսելու, հասկանալու ինչ են մտածում, ինչ է նրանց համար խաղաղությունը, ինչու են հենց դա պատկերել, այդ արդեն ինձ թվում է հաջորդիվ մեր հյուրերի հետ կպայմանավորվենք եւ կներկայացնենք ձեզ։ Այս պահին մեր եթերում գովաց, որից հետո կշարունակենք։